Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Վես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ Հայազգային կոնգրեսի փոխնախագահ, Հայազգային կոնգրեսի նախընտրական ցուցակի առաջին համար, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանին, պարոն Զուրաբյան, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Զուրաբյան, այսօր Երևանում ընթացավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այն ընթացավ մի քանի այսպես ուղենիշային հայտարարություններով, որը հիմնականում արվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, բայց իմասնավորի Էմանուել Մակրոնը նույն գագաթնաժողովում հայտարարեց, որ սրանից 8 տարի առաջ մենք այստեղ չէինք հավաքվի, որովհետև Հայաստանը գտնվում էր ռուսական արբանյակ պետության կարգավիճակում։ Իհարկե հանուն անկեղծության պիտի նշենք, որ Մակրոնը մեղմ ասած ոչ ճիշտ տեղեկատվություններ ներկայացնում 8 տարի առաջվա հետ կապված, քանի որ Հայաստանի եւ Եվրոպայի միջև ասոցիացիան համաձայնագիրը ՍԵՊԱ-ն եւ ունեցածը 8 տարի առաջ է տեղի ունեցել, ու Հայաստանը առողջել է Շիրակից մինչև Օլանդ։ Բայց ինչ էր սա հատուկ այսպես աջակցության խոսք Նիկոլ Փաշինյանի նախընտրական տրամաբանությամբ, թե Կամին Վագարոտ Ռայսիի, ինչպես ասում են։ Ուրեմն մենք կարող ենք իհարկե հետևել այս դիվանագիտական իրադարձություններին, ելույթներին, տեսնենք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում ունենում է մի հատ դիվանագիտական տրիումֆ, հրավիրելով աշխարհի մեծերին, որտեղ շատերը մեր ժողովրդի մեջ հենց այդ ժամանակ լիդերներին հենց այդպես էլ ընդունում են, կարծում են այդ ամեն ինչի մասին եւ Ալիևն էլ խոսեց խաղաղության մասին, չնայած ամենահետաքրքիրն էր, որ ինքը միևնույն ժամանակ մեծ հարձակում գործեց Եվրոպական պարլամենտի վրա եւ հենց այդ իր ելույթում հայտարարեց, որ այսուհետև խզում է կապերը Եվրոպական պարլամենտի հետ։ Նաեւ արցախցիներին եւ դրան եվրոպացիք ծափարեցին, ամենահետաքրքիրը դա էր։ Բայց այս ամեն ինչը ընդհանրապես, այսպես ասեմ, մակերեսային բանն է, ներկայացումն է։ Մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում համաշխարհային քաղաքականության մեջ։ Համաշխարհային քաղաքականության մեջ կատարվում է հետևյալը. Եվրոպական միությունը եւ Ռուսաստանը ըստ էության գտնվում են պատերազմի մեջ։ Ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ ասենք Ռուսաստանը Արեշնիկով խփում է, ասենք Բերլինին կամ Լոնդոնին կամ Բրյուսելին, դա չի նշանակում, որ ասենք գերմանացիք խփում են այդ իրանց բանը ոնց է հրթիռը կոչվում, հայտնի։ Այդ հեռահար 600 կիլոմետրանոց բանով հեռահարությամբ հրթիռը չեն խփում Ռուսաստանին, Ֆաու, հիշեմ երկրորդ համաշխարհային ֆաուն է, Հիտլերի ժամանակներում։ Ֆաու 1-2։ Բայց ռեալ պատերազմ այնուամենայնիվ գնում է, ավելի կարելի է այս պատերազմը, այդպես ասում են սովորաբար պրոքսի պատերազմ։ Ինչ է նշանակում պրոքսի պատերազմ։ Պրոքսի պատերազմ նշանակում է, որ իրար դեռ ուղիղ չեն խփում, բայց ինչ որ մի երկրում, որը գտնվում է այդ երկու, ասենք, ճամբարների ազդեցության առաջնագծում, սկսում են պատերազմ։ Մասնավորապես նման պատերազմ գնում է հիմա Ուկրաինայում։ Մասնավորապես նման պատերազմ գնում է Մալիում, եթե հետևել եք, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հիմա պատերազմում են ոչ միայն Մալիում, այլ ամբողջ Սախելում, այսինքն Աֆրիկայի այդ միջին մասում, Սահարայից մի քիչ դեպի հարավ, այդ ամբողջ մի քանի պետություններ են՝ Չադ, Նիգեր, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, այսպես կոչված, Մալին եւ այլն եւ այլն։ Պատերազմ է գնում, բառից բուն իմաստով պատերազմ ազդեցության համար, օրինակի համար Սախելում ինչն է ամենակարևորը, այդ ուրանի հանքերն են, որ այդ ֆրանսիացիք կորցնելով նաև դա հարված է իրենց ատոմային էներգետիկայի այդ բաներին, պրոյեկտներին, մինչդեռ ասենք Ֆրանսիան ու Ռուսաստանը այդ ատոմային էներգետիկայի այդ բաներում առաջարկների առումով մրցակցում են ամբողջ աշխարհում։ Հիմա այս պատերազմը գնում է Աֆրիկայում, գնում է Ուկրաինայում,
Եվ եկեք հասկանանք մի բան, այդ պատերազմը արդեն կարող է դառնալ նաև արդիական այդ պատերազմի պրոքսի պատերազմի վտանգը սպառնալիքը դառնա Հայաստանում։ Մենք օրինակի համար ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ ամենասխալ բանը, որ մենք կարող ենք անել, դա ընտրել որևէ մեկի կողմը։ Երբ որ մի երկիր, փոքր երկիր ընտրում է պատերազմող բլոկից որևէ մեկի կողմը, ինքը ավտոմատ դառնում է պրոքսի պատերազմի թաթերաբեմ։ Այսինքն այդ երկրում սկսում են պատերազմել ազդեցության համար։ Առայժմ այդ պատերազմը կարելի է ասել գնում է ինֆորմացիոն մակարդակով, բայց շատ արագ դա կարող է վերածվի բարձրանա այլ մակարդակների եւ անգամ գնա, ասենք, բախումների արդեն ռեալ հակամարտության ճանապարհով, ոնց որ օրինակ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում։ Իդեպ Մոլդովան էլ է մոտ այդ ճանապարհին։ Մոտ այդ բանին։ Իդեպ ներողություն ընդհատում եմ, ուղղակի ասեմ, որ դեռևս Ռուսաստանի կողմից պաշտոնական այսպես արձագանքներ չեն հնչել Հայաստանում տեղի ունեցող միջոցառման եւ միջոցառման ժամանակ ընթացող հայտարարություններին, բայց ռուսաստանյան Russia Today լրատվական հսկա իմպերիայի ղեկավար, Մարգարիտա Սիմանյանը, որը նաև բնականաբար հայտնի որպես Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից, հայտարարեց բավական ծանր հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ մի քանի անգամ փրկել է Հայաստանին տարբեր այսպես փորձանքներից, բայց Հայաստանը որոշել է անշտորակալ գտնվել, ուստի ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը պաշտպանի Հայաստանում բնակվող ռուսաստանցիների եւ ռուսների շահերը, մոտավորապես այսպես, եթե ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ապա նրա հաջորդը դա ստիպված է լինելու անել։ Սրա տակ բնականաբար որոշակի այսպես ոչ այնքան հաճելի այսպես հայտարարություն կար, հաճոճական հաճելի հեռանկարով հայտարարություն։ Դե այդ ամեն ինչը վերաբերում է հռետորաբանության ոլորտին։ Իսկ ես խոսում եմ բուն process-ի մասին, որ Հայաստանում կամաց մոտենում ենք պրոքսի պատերազմի ծավալմանը եւ ցավոք սրտի դրա հրահարիչը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ասենք իհարկե մենք համարում ենք, որ շատ լավ է, որ դու Եվրոպական միության հետ համագործակցում ես հազար մի հարցում։ Տեխնոլոգիաների հարցերում, չգիտեմ, առևտրատնտեսական հարաբերությունների հարցերում, բայց մենք նաև հասկանում ենք, որ հմուտ դիվանագիտական կուրս ունեցող երկրի ղեկավարը պետք է կարողանա նավարկել, գտնել այնպիսի հարաբերություններ, որոնք թույլ կտան նրան պահպանել նորմալ հարաբերություններ եւ Եվրոպական միության եւ Ռուսաստանի հետ։ Դա հնարավոր է։ Բազմաթիվ օրինակներ կան, մենք էլ ենք ժամանակին արել դա, այդ որ ասում են ձեր ժամանակ տենց հակամարտություն չկար, տենց հակամարտություն չկար, բայց լուրջ հակամարտություն կար այնուամենայնիվ, այդ Մինսկի խմբում, հա, եւ շատ այլ բնակավարներում, այսինքն միշտ եղել է ազդեցության համար կռիվ հարավ Կովկասում եւ հարավային Կովկասում եւ այդտեղ շատ կարեւոր էր ճիշտ նավարկել այդ հակամարտությունը, որովհետեւ սխալները բերում էին պատերազմների։ Սխալները կործանեցին Վրաստանին այն ժամանակ, որտեվ Վրաստանը ուղղակի մտավ այդ քաղաքացիական պատերազմների ցիկլերի մեջ։ Տիտովանի, Օսելյանի, Գամսախոդյանի շատ երկար ժամանակ չէր կարող, ասենք, դուրս գալ Մեսխետիոն։ Նույն բանը եղավ իդեպ Ադրբեջանի հետ։ Այսինքն միակ երկիրը հարավային Կովկասում, որը խուսափեց այդ պրոքսի պատերազմի, այսպես ասած, վտանգից, դա Հայաստանն էր եւ դա կապված էր հենց այդ քաղաքականության հետ, որ մենք չէինք երբեք թույլ չտվեցինք մեզ դառնալ բլոկավորված երկիր։ Այսինքն, ասենք մենք Ռուսաստանի հետ ենք, ասենք մենք Ամերիկայի հետ ենք, Եվրոպայի հետ ենք։ Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք տանում։ Փաշինյանը գնում է այլ ուղղությամբ։ Իհարկե հասկանալի է, չէ՞, որ եթե դու այրում ես կամաց կամուրջները Ռուսաստանի հետ, դա համար դու կպարգևատրվես։
այսինքն ահագին փող կդնեն, դե ասենք Ուկրաինան իրեն չէ, բանանում օգնում, հիմա 90 միլիարդ նոր մի հատ փաթեթ հաստատեցին վարկավորման, Հայաստանին խոստացել են 26 միլիարդ եվրոյի օգնություն, մի անգամ 21 թվին չարեցին, հետո մի անգամ էլ 24 թվին ապրիլի 5-ին խոստացան նույն փողը, հիմա ինչ որ կանալներ բացվել են եւ ես կարծում եմ այդ կանալները բացվել են հիմնականում ընտրությունների հետ կապված, որովհետեւ Եվրոպական միությանը պետք է անել մի կարևոր բան։ Այս պատերազմում Ռուսաստանի դեմ ունենալ ինչ որ արդյունքներ, մասնավորապես օրինակի համար Ռուսաստանին դուրս մղել հարավային Կովկասում։ Սա կենաց մահու պատերազմ է իդեպ, այսինքն բոլոր թաթերաբեմներում։ Եվ հիմա հարց է, մենք այդ պատերազմի մեջ մտնում ենք, թե չէ։ Այս է գլխավոր հարցը։ Մենք օրինակ ընտրություններին գնում ենք շատ կարևոր մի բանով, կոնցեպտով, որի անունը մենք դրել ենք երկիր կամուրջ։ Հա, կոնցեպտը, որ մենք ասում ենք, որ նախ մենք կարող ենք ծառայել կամուրջ, որովհետև ինչքան ասես, ինչքան էլ Արևմուտքն ու Ռուսաստանը իրար հետ թշնամանան, իրենք պետք է պահպանեն որոշակի կանալներ համագործակցության, չգիտեմ, օրինակի համար այսօր Ռուսաստանից եթե ուզում են գնալ, չգիտեմ, Եվրոպա, գնում են Հայաստանի աэроպորտներով, հա, եւ հակառակը։ Նույն բանը հակառակ ուղղությամբ, դա նշանակում է, որ սկզբունքորեն դա հնարավոր է, եթե դու բնում ես մի երկրի կարգավիճակում, որը չեզոքություն է պահպանում կոնֆլիկտի մեջ, պայմանավորում է իր հարաբերությունները որևէ երկրի հետ նրանց ներդրումներով, նրանց, չգիտեմ, համագործակցության պատրաստակամությամբ եւ չի բացառում այլ ճամբարի հետ նույն վերաբերմունք։ Պարզապես վերադառնալով եվրոպական քաղաքական համաժողովին, պիտի ֆիքսենք, որ մի քանի այլ հակառուսական ծայրահեղ հայտարարություններ եղան, հատկապես աչքի զարնեց Ռուսաստանի անմիջապես պատերազմի այլևս տաք ֆազայում գտնվող, լայնածավալ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությունը, որ ուղղված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, առայն որ մայիսի 9-ին եթե զենքեր դուրս բերվեն հրապարակ, ապա կամ ռուսները կվախենան զենքեր դուրս բերեն հրապարակ, որտեղ կվախենան լսել ԱԹՍ-ների այսպես ձայները, որոնք կարող են հարվածել Կարմիր հրապարակով ընթացող սպառազինությանը։ Սա ակնհայտորեն թշնամական հայտարարություն է Ռուսաստանի համար, բայց այդտեղ նորություն չկա այն առումով, որ դե իրար հետ պատերազմ են թշնամի երկրներն մարդիկ են սպանվում, ամանում։ Պրոբլեմը թե որտեղից է հնչում այդ հայտարարությունը։ Հայտարարությունը հնչում է Երևանից, որը այս պահին փաստացիորեն գոնե թղթի վրա մնում է Ռուսաստանի ռազմավարական ստրատեգիական դաշնակիցը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, հնարավոր էր Հայաստանում կազմակերպել այսպիսի մասշտաբի միջոցառում, բայց նաև հասնել նրան, որպեսզի Հայաստանից չհնչեն ծայրահեղ հակառուսական հայտարարություններ։ Այդպես լինում է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը կարող է վերահսկի Զելենսկու պահվածքը կամ հայտարարությունները, երբ որ ինքը գտնվում է Հայաստանում։ Եվ դա իր գործն էլ չի, եւ ի վերջո չես կարող ոչ մեկի բերանը փակես այդ առումով։ Այստեղ խնդրեմը դրա մեջ չի։ Խնդրեմը հետեւյալն է. ինչ գին է պատրաստ Հայաստանը վճարել, որ ընդհանրապես, ասենք, նման ֆորումներ այստեղ կայանան, որ մենք ստանանք ինչ որ աջակցություն Եվրոպական միության կողմից, որովհետև խնդրեմը նրա մեջ է, որ այդ աջակցությունը ինչքան էլ որ կա, ես չեմ կարծում, որ այդ աջակցությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, օրինակի համար անվտանգության ապահովման կամ տնտեսական զարգացման հարցում։ Այդ աջակցությունը իրականում հիմա այնքան է, որ Հայաստանը ուղղակի կարողանա որոշակի զարգացում ցույց տալ, ոչ ավելին։ Բայց այստեղ խնդիրը այլ բանի մեջ է։ Դու ասենք այդ օգնությունը ստանում ես մենակ նրա համար, որ դու գնում ես Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհով։ Հիմա հարց է ծագում։ Մենք պատրաստ ենք դրան, այսինքն որովհետև
ամենամեծ խնդրեմը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսի հետ կապված է նրա հետ, որ ինքը միշտ կտրված է եղել իրականությունից։ Ի վերջո ինչու ենք մենք այսքան աղետներով անցել Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում, որովհետև ամեն իր որոշում հիմնված է եղել նրա պատկերացումների վրա, որոնք կտրված են եղել իր իրականությունից։ Ի վերջո 20 թվականի պատերազմը դա իր չհասկանալու հետևանքն է, որ մերժելով Մինսկի խմբի պլանը ինքը հայտնվելու է աղետալի պատերազմի մեջ։ 21 թվականին կամ Ղարաբաղից առաջ նորից ինքը վստահ էր, որ Ղարաբաղից հրաժարվելով, ասենք դրան չի հետևի Ղարաբաղի դատարկումը, բայց նորից դա սխալ հաշվարկների վրա էր, ինքը մտածում էր դե քանի որ դա արդեն Ռուսաստանի գլխացավանքն է, թող իրանք զբաղվեն եւ այլն, եւ նորից մենք ունեցանք այսպեսի արդյունք։ Հիմա աղետալի արդյունք, աղետալի։ Հիմա այստեղ ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն իհարկե պարզ է, որ եթե դու եթե Եվրոպական միության գլխավոր նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, ու դու գնում ես իրանց այդ հարցում օգնելու ճանապարհով, իրանք քեզ ինչ որ բան կվճարեն դրա համար։ Բայց արդյոք իրանք կապահովեն քո անվտանգությունը, քո էներգետիկ կարիքները եւ ի վերջո կենսական կարիքները հայ ժողովրդի։ Դա արդեն ակնհայտ է, որ ոչ, ասենք, եթե անգամ ես վերջերս հրապարակել եմ մի հատ զրույց Gemini-ի հետ, արհեստական բանականության հետ, որտեղ մենք քննարկում ենք բանի այդ Հայաստանի այսօրվա կուրսի հետևանքները եւ հեռանկարները։ Գիտեք որն էր ամենակարևոր եզրակացությունը, որին գալիս է արհեստական բանականությունը, որ Հայաստանը ավելի շուտ կարող է կորցնել իր պետականությունը, քան հասնել Բրյուսել, քան հասնի Բրյուսել։ Այսինքն դառնա EU անդամ։ Որովհետեւ նայեք, ինչ են ասում ընդհանրապես վերլուծությունները, դա մենակ արհեստական բանականության վերլուծությունները չեն, դա շատ լուրջ փաստագետներ դրա մասին են խոսում, որ Հայաստանը հիմա ամեն ինչով կախված է Ռուսաստանից։ Շատ էժան ռուսական գազով, որը $177, Պուտինն էլ դրա մասին խոսած, արդեն սպառնալիքները դրել է, եւ ոչ ոք չգիտի դա ինչով կարելի է փոխարինել։ Ասենք եթե դա փոխարինվելու է նախ պարզի իրանական գազով կարող է փոխարինվի, թե ոչ, որովհետեւ արևմուտքը հիմա խնդրեմ ունի նաեւ Իրանի հետ, բայց անգամ եթե փոխարինվի, ելի ավելի թանկ է լինելու։ Այսինքն իրանական, իրենք ադրբեջանական գազի վրա են հույս դրել, պարոն Զուրաբյան։ Բայց ադրբեջանական գազն էլ նշանակելու է 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Այսինքն Ադրբեջանը հենց այնպես գազ չի տալու։ Ադրբեջանը այդ գազը տալու է Զանգեզուրի Միջանցքի դիմաց, ադրբեջանցիների միգրացիայի դիմաց դեպի Հայաստան եւ կամաց-կամաց Հայաստանը կլանելու քաղաքականությանը չդիմադրելու դիմաց։ Այսինքն ու էդ էլ Ադրբեջանն էլ կներեք քանիսով է այդ գազը տալու։ Էդ էլ ինքը էլի ավելի թանկ է տալու, քան թե Ռուսաստանը։ Այսինքն չկա ավելի էժան գազ, քան այն գազը, որը Ռուսաստանը տալիս է Հայաստանին, եւ այդ էժանությունն է, որ այսօր կազմում է մեր տնտեսության կայունության ամբողջ հիմքը։ Հիմա եթե չլինի, մենք հայտնվելու ենք, ու դա մենակ գազի հարցը չի։ Այսինքն մենք բավականին լուրջ տնտեսական sense կախվածություն ունենք Ռուսաստանի հետ, օրինակի համար մեր արտադրանքը հիմնականում գնում է Ռուսաստան, եւ այն շուկաները մասնավորել է։ Հա։ Հիմա եթե այս ամեն ինչը ավարտվում է, իսկ այս քաղաքականության հետևանքով այս ամեն ինչը ավարտվելու է, Հայաստանը հայտնվելու է մի վիճակում, երբ որ ալտերնատիվները դեռ պատրաստ չեն, բայց մենք արդեն պետք է գնանք արդեն պետք է գնանք եվրոպական ուղղությամբ եւ այդ ալտերնատիվները շատ շուտ չեն ստեղծվի եւ մենք շատ արագ կհայտնվենք տնտեսական կոլապսի վիճակի մեջ։ Սրա մասին բոլորը խոսում են։ Սրա մասին անգամ բանն է ասել
այդ ԵԱԿ-ում Ամերիկայի նախկին դեսպանը անունը մոռացել եմ լսումների ժամանակ կոնգրեսում ասում պետք է պատրաստեն մի քանի պատրաստեք մի քանի ցուրտ ձմեռների բան շատ բարդությունների բան այսինքն ինչի հանուն ինչի պատրաստվում հանուն չէ ասեմ հանուն ինչի հանուն բան է Ռուսաստանի եւ Իրանի դուրս մղման այս ռեգիոնից այսինքն հանուն գիտեք սենց ասենք էլի ես մի քանի տեղ ասել եմ լավ մենք ժողովրդավարական մտածողություն ունեցող մարդիկ ենք մենք ժողովրդավարության կողմնակից ենք մենք շատ գնահատում ենք ժողովրդավարական արժեքները իհարկե ասենց տեսականորեն մենք էլ ենք համարում որ լավ կլինի որ ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում հաղթի միր վարսյոն միրի էլի հա բայց արդյոք մենք պատրաստ ենք մեր ազգը զոհաբերել այդ հաղթանակի համար եւ միթե բանը այդ ժողովրդավարությունը կարա հաղթի միայն հայ ժողովրդի կործանման միջոցով եւ գնով այս բանն է որ մենք պատրաստ ենք ժողովրդավարությունը պաշտպանել մեր երկրում բայց մենք պատրաստ չենք զինվորագրվել ժողովրդավարության դառնանք ասենց ասեմ շահիդ հանուն ժողովրդավարության մանավանդ այդ կամ կամիկադզե մանավանդ որ այդ այսպես կոչված ժողովրդավարության ներկայացուցիչները աշխարհի բազմաթիվ երկրներում հովանարում են այնպիսի արյունոտ ռեժիմներ, որոնք մեղմ ասած ոչ մի կապ չունեն ժողովրդավարության։ Սրա մեջ է, ասենք շատերը համարում են, որ ժողովրդավարական երկրները անպայման օգնում են հենց ժողովրդավարական երկրներին կամ օգնում են որևէ երկրին ժողովրդավարություն կառուցել։ Իրականում այդպես չի։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, ով որ պատմություն գիտի, վերլուծել է այն ինչ որ կատարվել է աշխարհում, բոլորը գիտեն, որ ասենք ժողովրդավարական երկրները իրենց արտաքին քաղաքականության մեջ կամ իրենց աշխարհաքաղաքական շահերի հետապնդման մեջ ոչինչով չեն տարբերվում, օրինակի համար խորհրդային միության նման տոտալիտար պետության քաղաքականությունից։ Ավելին ասեմ, եղել են ժամանակաշրջաններ, երբ որ աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար խորհրդային միությունը, որը տոտալիտար կոմունիստական ռեժիմ էր, աջակցում էր դեմոկրատիաներին հարավային Ամերիկայում։ Մինչդեռ Միացյալ Նահանգները առաջ բան են անում, չկար մի հատ դիկտատորի, որին չաջակցեին Չիլի, Ալենդե։ Ինչի մենակ Չիլի, Արգենտինա, Բրազիլիա, Ես առաջին իջեցի, որ Չիլիում բերեցին Պինոչետին սպանելով Ալենդեին։ Իսկ 60-ական, 70-ական թվականներին անգամ CIA-ը անցկացրեց բան այդ Կոնդոր օպերացիան, որով ամբողջ հարավային Ամերիկայում հավաքում էին բոլոր մարդկանց, որոնք ազատամիտ են կամ մի քիչ ասենք ցախական անգամ սովորական սոցիալիստներին, սոցիալ-դեմոկրատներին տանում էին Արգենտինայում, կոտորում էին ու կորցնում էին։ Հասկանում եք։ Այսինքն այդ գաղափարը, որ ժողովրդավարական երկրները կարող են այլ երկրում ժողովրդավարության կառուցումը ավելի բարձր նպատակ դնեն, քան իրենց աշխարհաքաղաքական շահերը, ուղղակի հիմարություն է։ Դες բան չկա։ Ինչի ենք հեռու գնում հասնում մինչև Լատինական Ամերիկայի երկրներ, նույն այս ժողովրդավարական երկրները մեծահարկ նախագահ Էմանուել Մակրոնի, այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Շոլցի, այն ժամանակվա Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելի գլխավորությամբ հավաքվեցին Պրահայում եւ հայտարարեցին, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները մենք պետքա պաշտպանենք։ Ղարաբաղի ժողովուրդը 100 քանի հազար մարդ 21-րդ դարում թվային էս աշխարհակարգում մազապուրտ զոհերով թողնելով իրենց գերեզմանները, մյուսը եկան տեղափոխվեցին Հայաստան, այսինքն ու այսօր Ադրբեջանը ցուցադրեց ամբողջ ժողովրդությամբ, որ Եվրոպական միությանը գլխավորապես հետաքրքրում են օրինակ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները եւ բանը ազդեցությունը հարավային Կովկասում եւ Ռուսաստանի պարտությունը, հա, որովհետեւ նույն ֆոն դեր Լայենը Ադրբեջանի բանը բոլոր պահանջներին ըստ էության ենթարկվում էր եւ գնում էր նաեւ կնքելու բաներ, տարբեր գործարքներ նավթի, գազի հետ կապված իդեպ հաշվառը որ դիմացինը անգամ Հայաստանը չէր գալիս միակողմանիորեն զարգացում էր հարաբերությունները Բաքվի հետ այսինքն մենք պետք է հասկանանք որ իդեպ ժողովրդավարության հարցում
Լավ, մենք գիտենք այսօր ինչա կատարվում Հայաստանում։ Իդեպ ձեզ նորություն էլ ասեմ այդ կապակցությամբ։ Մենք արդեն գնում ենք բաների հետ, գնում ենք տարբեր բնակավայրեր, օրինակ անցյալ անգամ գնացել ենք Բյուրեղավան։ Ընտրողների հետ հանդիպման։ Գիտեք ինչա կատարվում։ Շատ լավ ընդունում են, շատ այդպես փողոցում ուղղակի մոտենում ես մարդկանց, որ ինչ որ խմբեր են հավաքված, բան եւ այլն, մոտենում ես, շատ լավ ընդունում են, ճանաչում են, բան, ժպտեր ես եւ այլն, սկսում են քո հետ ինչ-որ բան քննարկել, բայց դու նկարում ես դա, ուզում ես նկարես ու ինչ որ ցույց տաս քո հանդիպումը ընտրողների հետ, նաեւ որպես նախընտրական քարոզչություն։ Հենց կամերան միացնում ես, բոլոր թողու փախնում են։ Ավելին ասեմ ձեզ։ Հա, հետո մենք իհարկե անջատում ենք, ասում ենք դե լավ, ով որ մնացել է, ասում ենք, այս ինչ վիճակը, ինչ են փախնում, բան։ Հա, այն մնացողներն էլ խնդրում են, ասում են անջատեք այդ կամերան։ Ասում ես ինչ է, դա ասում է, բան, այստեղ սա հետևում են։ Այսինքն անմիջապես ձեզնից հետո հարկայինը կգա, ինչ որ բաներ, պարեկներ կամ եւ այլն։ Ամեն մեկը գալիս, հա, մի անգամից գալիս են ու այսինքն երկիրը իրականում բավականին վախեցած վիճակում է հայտնվել։ Հիմա եթե մենք sense մի նախադասության մեջ հիշատակենք դեմոկրատական ռեժիմը Հայաստանում, խոսելով նրա մասին, թե ոնց բոլոր ընտրված քաղաքապետերին բանտ նստացին կամ իրանց դեմ հեղաշրջումներ կազմակերպեցին, եթե խոսենք այդ բոլոր ընդդիմախոսների դեմ, խոսքի ազատության դեմ, այս բոլոր ոտնձգությունները, որ տասնյակ մարդկանց տարան բանտերում նստացրեցին, ինչ որ մի բառի համար, ու այս բանի, այս վախի մթնոլորտը գումարած այդ հայ հեղափոխական եկեղեցու վրա այդ բոլոր հարձակումները, մարդկանց, ասենք, տարել են բան հոգևորականների, բարձրաստիճան հոգևորականների տարել են բանտերում նստացել են, հետո հիմա նորից ազատել են, որովհետև ոչ մի բան իրականում դրա տակ չի եղել, բացի հարձակում, ճնշում գործածելու ցանկությունից, որ կարողանան մեկ օրում ներողություն եմ խնդրում, պարոն Զորաբյան, հայ առաքելական եկեղեցու գրեթե ամբողջ վերնախավին հայաստանյաց ովքեր որ գտնում են երկու խորհրդի անդամներին, մեկ օրում վրաները քրեական գործարը հարուցեցին եւ բոլորի բանը մուտքի ելքի թույլտվությունը փակեցին, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսի։ Մեկ օրում, մեկ գրչի հարվածով։ Այն օրը ինձ ժուրնալիստներից մեկը հարցում էր, ասում է. «Էս ինչի դուք բանը այն ժամանակ խոսում էիք կոռուպցիայից, այն նախկին իշխանությունների, իսկ բանից, ընտրակաշառքներից»։ Ասում է, «Իսկ հիմա այդքան ընտրակաշառքների վրա բռնում են, ասենք, այդ բանենց Կարապետյանենց ուժը, դուք դրա մասին չեք խոսում»։ Այ եղբայր, այն ժամանակ այդ ամեն ինչը հիմնված էր նկարահանումների, այն բաների, չգիտեմ, ցուցակների կոնկրետ բանը գտնված ցուցակների, այդ մարդիկ, որոնք մարշրուտկեքով գալիս էին, բաժանում են, այդ ամեն ինչը ոնց որ մեր աչքի առաջ էր ու նկարահանվում էր ու գնում էր մամուլ։ Իսկ հիմա նկատել եք, բոլոր մեղադրանքները հիմնված են գաղտնալսումների, հեռախոսային գաղտնալսումների վրա։ Այո։ Այսօր բոլորը գիտեն, որ այս բանը երկրում արդեն չի գործում սահմանադրություն։ Բոլորին գաղտնալսում են, ում ուզում գաղտնալսում են առանց որևէ օրինական հիմքի։ Իհարկե նախկին իշխանությունների ժամանակ էլ այդ բանը եղել, բայց հիմա սա բան է, դա կատաստրոֆիկ բնույթ է կրում, մասսայական բնույթ է։ Մասսայական, բոլորին լսում են, բան ու սենց մի հատ վախ չէ, հետո Պարոն, քանի որ մենք տեսել ենք ներողություն եմ խնդրում, օրինակ նույն Սրբազանի գործով, Բագրատ arczepiskopos Գալասյանի գործով, թե ինչպես գաղտնալսումները մոնտաժ են արել, մոնտաժել է, թե ինչպես էին կպցրել իրար, ինչպես էին սարքել տիպը, թե Սրբազանը ասել է պետք է սրանց գնդակալ, այնինչ լրիվ այլ կոնտեքստով, լրիվ այլ խոսակցության մասին է, բնականաբար Նիկոլ Փաշինյանի, սենց ասեմ, հանցագործությունները կամ ինչ ասեմ, դրանով ինչ տնեմ, ոտնձգությունները դեմոկրատիայի, մարդու իրավունքների, խոսքի ազատության դեմ լրիվ բավարար էր, որ այսօր, ասենք, եթե հետևեին ինչ-որ դեմոկրատական
Եթե չլինենք կրկնակի Հա, ստանդարտ։ այդ եմ ասում, եթե հետևեր իր այսպես կոչված հայտարարված ստանդարտներին, ինքը Հայաստանի հետ գործ չպետք է ունենար։ Բայց գործում է այն, ինչի մասին մենք վաղուց գիտենք, գործում է այն, որ ունեն կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակներ, որոնք շատ ավելի կարևոր են, քան ասենք ժողովրդավարության վիճակը Հայաստանում կամ քան մեր քաղաքացիական ազատությունները։ Եվ հետևաբար այս ճանապարհով գնում են եւ ստացվում է, որ մենք պետք է շահենք ժողովրդավարական Եվրոպայի հետ առնչվելուց, իրանց այս ֆորումները այստեղ բերելուց, այդ էր մեր նպատակը։ Մենք երբ որ սովետական միությունից անկախանում էինք, երբ որ մենք sense մեր ուզում էինք ասենք բանի հետ արևմուտքի ազատ աշխարհի այն ժամանակվա մենք առաջին հերթին այդ ժողովրդավարության մասին, ժողովրդավարություն, տեխնոլոգիաներ, չգիտեմ, մարդու իրավունքներ, հա, այս համար էինք ուզում այդ ամեն ինչը անել։ Բայց հիմա պարզվում է, որ ինչքան Եվրոպան Հայաստանին ճանաչում է իր համակարգի մի մաս, այնքան մեր ժողովրդավարական ստանդարտները ընկնում են, որովհետև իշխանությունները գիտեն, որ իրենք անպատժելիորեն կարող են խախտել ցանկացած բան, կանոն, նորմ, մարդու իրավունքներ, քաղաքացիական ազատություններ եւ ոչ ոք նրանց ոչ մի բան չի ասի։ Պարոն Զուրաբյան, դրա հետ միասին այնուամենայնիվ ինչքան էլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, ինչքան ինքը փորձում է եվրոպական այս հավաքը ներկայացնել իր բենեֆիսը եւ իր տրիումֆը, այսպես ասենք, հա, Հուլիոս Կեսարին վայել տրամաբանությամբ, բայց այնուամենայնիվ կան իրեր հարցեր, երևույթներ, խնդիրներ, որոնց շրջանցել ուղղակի հնարավոր չի։ Երբ որ Փաշինյանը խոսում է անվերադարձ խաղաղության եւ անշրջելի խաղաղության մասին ու եվրոպական համաժողովում, զուգահեռ իրականությունում Բաքվի բանտում նստած են հայ մարդիկ, նստած են, ընդ որում նստած են մեծ մասը ցմահ կամ այլ այսպես որոնց մասին Ալիևը խոսեց իր որոնց մասին Ալիևը այո խոսեց ակնարկով, որ մենք վաղացած ռազմական հանցագործներ սեպարատիստներ եւ այլն այս կողմենքով։ Հիմա երեք ես մասնակցում էի Հայաստանի ժուրնալիստների միության կողմից կազմակերպված մի կոնֆերանսի, որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ձայնը Voice of Armenia էր կոչվում, ու այնտեղ հավաքված էին ԶԼՄ-ի ներկայացուցիչները, ղեկավարները, ինչպես նաև իրավապաշտպաններ։ Իրավապաշտպանների թվում էր նաև Ռոբերտ Ամստերդամը, որը վերջի շրջանում հայ հասարակությանը բավական հայտնի է դարձել, ամերիկացի փաստաբան, իրավապաշտպան, այս բանի ներկայացնում է Սամվել Կարապետյանի շահերը, ու իր ելույթում ինքը երբ որ սկսեց խոսել, ասաց, երբ որ ես հրյա եմ ասաց ու ցանկացած խոսք, որը ես ասում եմ, ես չեմ ասում, մենք եմ ասում։ Մենք էինք գտնվում Եգիպտոսում գերության մեջ, որ հետո Մոսեսը բերեց եգիպտական հայտնի գերությունից, մեզ են ցեղասպանել, այսինքն որպես հավաքականություն։ Հիմա ասած որպես հավաքականություն ասում եմ ամոթ ձեզ Հայաստան, որ եվրոպացի լիդերները գտնվում են այստեղ, ու հազարավոր մարդիկ գեյների նկարներով կանգնած չեն փողոցներում ու չեն ասում ազատություն հայ մարդկանց, որոնք որ տանջվում են Բաքվի բանդերում։ Կարող է էմոցիոնալ է մոտեցումը, հարցեր չի, բայց ես այսօր երկու զուգահեռ ակցիա, 3 ակցիա եմ տեսել, այդ ակցիաները այս քաղաքական էին, բայց բազմամարդ չէին, ու իսկապես Երևանը չէր եռում։ Ու դուք էլ եք ընդդիմության ներկայացուցիչ, դուք էլ եք ընդդիմադիր ուժի վարչապետի տեխնացու։ Պարոն Զուրաբյան, ի՞նչ է կատարվում մեր, ոչ միայն ընդդիմության հավաքալու, մեր հասարակության հետ, որ այդ մարդկանց անունը բարձրացնելու կամ խնդիրը բարձրացնելու այս հրաշալի հնարավորությունը բաց թողնվեց եւ հասարակությունը հերթական անգամ անտարբեր անցավ այս ամեն ինչի կողքով։ Դա իհարկե դրա գլխավոր պատճառը դա այն է, որ մեր հասարակությունը անցավ երկու աղետալի պատերազմով։ Մի ընթացքում մենք կորցրեցինք Արցախի կեսը եւ մեր բանակը ջախջախվեց, երկրորդ պատերազմի ժամանակ մենք ընդհանրապես կորցրեցինք Արցախը եւ նաեւ արդեն մեր սուվերեն տարածքները եւ իհարկե կա հոգեբանական մի հատ ջարդվածություն։ Մեր հանրությունը մտածում է, որ ինչ հիմա եղել է, չի եղել, մեզ պետքա խաղաղություն։ Մենք ունենք շատ մեծ տրավմա անցած
հանրություն, հասարակություն, տրավմատիզացված հասարակություն է, որը ուզում է խաղաղություն։ Եվ մարդիկ նաև վախենում են խոսել ինչ-որ բաների մասին, որը իրանց կարծիքով հետո կարող է բերի նրան, որ ասենք այդ խաղաղությունը բանալի, խաթարվի։ Այսինքն գերիներին ազատ արձակելու մասին կոչը դա խաղաղության վնաս է, դա մի տեսակ տպավորություն է, որ փոքր եղբորը ստան, որ մեծ եղբայրը ապրի, այդ մոտարապես այդ դե բա այդ մի բանը կարողացել է Փաշինյանը անել։ Փաշինյանը այդ արել։ Ինքը այդ սնուցող մայրերի, այսպես ասած, բանը միֆը ինչի է բանանում։ Ինքը իրականում հենց դա նկատի ունի։ Ասում է մեր սնուցող մայրերը, կոպիտ ասած, չեն ուզում, որ մեր երեխաները այլևս ֆրոնտերում կամ առաջնագծի վրա զոհվեն, վիրավորվեն եւ այլն։ Եվ դա իրականություն է։ Բայց դա հետևանք է Նիկոլ Փաշինյանի, այո, չեմ վախենում այդ խոսքը ասել, հանցավոր քաղաքականության, հանցավոր տգիտության, հանցավոր, ինչ ասեմ, անհասկացության։ Այդ մարդը մեզ տարել է, այդ մարդը բերել է այս բոլոր աղետալի հետևանքները, բայց այդ աղետալի հետևանքներով մեր ժողովուրդը այսօր կորցրել է դիմադրության իր կարողությունը։ Պարոն Զուրաբյան, եթե տենց է, եթե մեր ժողովուրդը Փաշինյանի ասածներով առաջնորդվում, Փաշինյանը Ալիևի հետ միասին երկրում վախի մթնոլորտ են ստեղծել, մեր եղբայրների մասին խոսելը, իրենց համար հանրահավաք անելը վախենալու է, բայց ինչ հույսով են գնում ընտրության, հենա արդեն ամեն ինչ պարզ է, էլի։ Այն հույսով են գնում ընտրության, որ ժողովուրդը կարող է վախենում արտահայտվել, ու մենք դա տեսել ենք։ Ասենք ես ասում եմ մեր այցելությունների ժամանակ ես դա տեսնում եմ։ Մարդիկ վախենում են արտահայտվել, բայց զգում ես, որ իրանք այդպես չի, որ ասենք լրիվ Փաշինյանի կողմն են, մարդկանց վախացնում է, ոչ թե լրիվ, ասենք շատ քիչ եք տեսել մարդ, որը ասենք Փաշինյանի կողմնակից է։ Գիտեք ինչ է, եթե հատուկ չկազմակերպեն, ինչ որ միտեղ հավաքեն իրանց կողմնակիցների, դու այդպեսի կողմնակից չես տեսնի, ուր էլ գնաս։ Այդ իրանց հատուկ հավաքում են, երբ որ Նիկոլն այդտեղ գալիս, կամ եթե ասենք ինչ որ մի հատ անդիմադիր գնում է եւ պետք է անպայման այդ անդիմադիրին ցույց տալ, որ, չգիտեմ, Նիկոլը այստեղ ինչ որ բազա ունի բան, կարան կազմակերպեն, բերեն դեմ տան այդ ժողովրդին։ Բայց եթե նման բան չկա, ասենք ուղղակի գնաս փորձես ժողովրդին շփվել, դու կտեսնես, որ Նիկոլա պաշտները կամ ընդհանրապես Նիկոլի բաները, այդ կողմնակիցները շատ քիչ են։ Իրականում մարդիկ բավականին համակրանք ունեն այն մտքերի նկատմամբ, որ դու արտահայտում ես։ Ուղղակի այդ վախը կա, արտահայտվելու վախը կա։ Պարոն Զուրաբյան, վաղը ընդհանրապես իսկ ընտրություններում այնուամենայնիվ նաև շնորհիվ մեր ներդրված մեխանիզմների, եթե հիշում եք 17 թվականին մենք մի քանի բան ճնշելով իշխանությանը կարողացանք ներդնել մեր ընտրական համակարգում։ Օրինակի համար, որ հրապարակված ստորագրված ընտրական ցուցակները հրապարակվում են, որը շատ կարևոր պատնեշ է ընտրակեղծիքների նկատմամբ։ Կամ այդ բաները, տեսա խցիկները, որոնք հիմա տեղադրված են բոլոր տեղամասերում, որը թույլ է տալիս այնուամենայնիվ բոլորին մոնիտորինգ անել, թե ինչ է կատարվում տեղամասային այդ բաներում, տեղամասերում ընտրական։ Բազմաթիվ այլ բաներ, որ մենք այն ժամանակ կարողացանք այդ, չգիտեմ, մատի այդ թանակը եւ այլն, այդ բաները, ID-ները, այսինքն մենք այդ ամեն ինչը բերել է նրան, որ ընտրակեղծիքը դառել է բավականին դժվար բան։ Հիմա Փաշինյանի հույսը ավելի շատ այս ահաբեկման վրա է, բանի, այդ վարչական ռեսուրսի կիրառման վրա, շատ լավ։ Ինքը կարող է գնա, հասկանալու, որ արևմուտքը հիմա աչք կփակի բոլոր իր խախտումների վրա, ինքը կարող է գնա լայնամասշտաբ կեղծմանը։ Բայց ես ձեզ ասեմ, այդ գաղտնի չի մնա։
Այսինքն դա կարվի շատ ծանր գնով։ Բայց կեղծիքը միայն այդ օրը չի, օրինակ մարդ կալանավորելը, ասենք, չգիտեմ, ընդդիմության առաջնորդներից այսօրվա Սամվել Կարապետյանի հանգամանքը տնային կալանք թողել է, ինքը մեծ հաշվով, այսպես են նաև գնահատում իրավաբանները, որ ինքը ընտրակեղծիք ինչ որ դրսևորում է, որովհետեւ դու թողնում ես քո հիմնական մրցակից ուժերից մեկի առաջնորդին սահմանափակման մեջ, օրինակ։ Շատ տխուր բան է իրականում, այն ինչ որ ինչի դեմ մենք այսքան տասնյակ տարիներ պայքարել ենք, էլ բանտեր գնացինք, էլ չգիտեմ ծեծվեցինք, էլ եւ այլն, հետո մեկ էլ տեսնում ես, որ հեղափոխություն եղավ, ինչ որ ժամանակավորապես այդ ազատության շունչը եղավ մեր հանրության մեջ, մեր փողոցներում եւ այլն, հիմա էլի ավարտել ենք, եկել ենք մի վիճակում, որ մարդիկ վախենում են արտահայտվել, որ մարդիկ ահաբեկված են, որ կոռուպցիան էլի սկսել է ծաղկել։ Բայց դա ժանրի կանոնը չի, պարոն Զուրաբյան, որ մի հեղափոխությունն է հակառակին բերել, որ չէ, ինչ է նշանակում, հակառակին շատ հեղափոխություններ են բերել, Վացլավ Հավելի հեղափոխությունը օրինակի համար։ Հասկանում եմ, բայց այնուամենայնիվ մենք խոսում ենք խոշոր միավորների քանդվելու մասին։ Հա։ Դա ուրիշ հանգամանք է, երբ որ ասենք սովետական միությունը կամ սոցլագերը քանդվում է, դրա արդյունքում ստեղծվում են ժողովրդավար պետություններ, որոնք դա մի քիչ այլ օպերա է, բայց երբ որ անկախ պետության պայմաններում բարագայում լինում է փողոցային հեղափոխություն, որը պիտի բերի, չգիտեմ, պայծառապագայի, որպես կանոն պայծառապագան դարձի շրջանաց յուրալում տեղ-տեղ շատ ավելի դաժան, քան նախկիններում ա եղել էլի։ Շատ լավ, այդ ամենը չհասկանում ենք, բայց մենք ունենք իբր հպարտ քաղաքացի, որը արթնացել էր, այլևս իր կամքը թելադրում էր, այլևս չպետք է թույլ տար իշխանությանը կոռումպացվել կամ կեղծել ընտրությունները։ Հիմա էլի փակվել է հասարակությունը։ Ինչը նշանակում է, որ ժողովրդավարությունը այնպեսի արժեք է, որի համար միշտ պետք է պայքարել։ Ազատությունը այնպեսի արժեք է, որի համար միշտ պետք է պայքարել։ Հիմա այդ էլ մեր ճակատագիրն է, պետք է պայքարենք, կռվենք, որպեսզի հասնենք այնպիսի ինչ ասեմ, որակի մեր պետության, որտեղ մենք իսկապես մենք զգանք մեզ, լավ չեմ ասի, հպարտ բառնել արդեն վարկաբեկված է, բայց գոնե զգանք մեզ նորմալ քաղաքացիներ։ Իսկ վերջին հարցը եմ տալիս, շատ փիլիսոփայական հարց է, կարող, չգիտեմ, կարող չգնահատել մեր հետո։ Իսկ կարող է գա մի հատ Ես կգնահատեմ։ Իսկ կարող է գա մի հատ այնպեսի իրավիճակ, երբ որ Հայաստանը այնքան կորցնի իր բովանդակությունը, որ այդ մշտական պայքարը արդեն դառնա անիմաստ։ Ինչ ասեմ, իհարկե, եթե երկիրը ընդհանրապես բանալնի, կազմալուծվի։ Չէ, կազմալուծում չէ, աշխարհի քաղաքական քարտեզը միգուցե լինի, հա, բայց ասենք Հայաստանը դառնա այնպիսի բովանդակության երկիր կամ այնպիսի բովանդակազուրկ երկիր, հա, օրինակ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում, ասում է գալու եմ 4-րդ հանրապետություն ամ, իրեն շատ ազնիվ է խոսում, եթե 21 թվականին ասում է գալու եմ Շուշին եւ հատուտ դեօկուպացնի, հիմա այդպես բաներ չի ասում։ Ազնվորեն ասում է ինչ եմ անելու։ Գալու եմ 3-րդ հանրապետությունը, լուծարելու եմ 4-րդ հանրապետությունը, ստեղծել եմ սահմանություն, ես եմ անելու նման եւ այլն, մեծ հաշվով հարավային Կովկասում ենք բոլորս լավ հասկանում ենք, որ Եվրամիության կամ Միացյալ Նահանգների դերկայությունը չի լինելու, շատ ուժ գնանալու է իրենց դաշնակից Թուրքիայի ներկայությունը, այսինքն Հայաստանը ստեղծել մի այնպիսի իրավիճակում է հայտնվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որտեղ բովանդակությունը այլևս քո պետության կորելու է, դու չես ճանաչելու քո պետությունը։ Լավ, այնպես ասեմ։ Ես չեմ պատկերացնում հասարակություն, որը այնքան է փչանում, որ այլևս չի սիրում ազատություն, չի սիրում բարեկեցություն, չի սիրում արդարություն։ Բարեկեցությունը կարող է լինի դեպ, եթե միայն բարեկեցության բայց կան նաև այդպես վեհ գաղափարներ, որոնք ստամոքսի հետ չեն կապված, ասենք արդարություն, հա, ժողովրդավարություն, ազատություն։ Այս բաները կարող են ինչ որ ժամանակ քնել մարդկանց մեջ, հատկապես կախված այն բանի հետ, որ անվտանգության լուրջ ճգնաժամներ են ելնում, մարդիկ ավելի շատ մտածում են գոյատևման մասին, քան ազատության մասին, բայց եթե գոյատևումը չի դադարում, ազատության գաղափարը միևնույն է արտանալու է։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ մենք պետք է հասկանանք, եկեք, եթե ամփոփում ենք այս խոսակցությունը, վերադառնանք այն թեմայից, որից սկսեցինք, որ ամեն ինչ այդքան վատ չի,
Այսինքն մենք իրականում գիտենք, որ պրոքսի պատերազմից կարելի է խուսափել։ Եվ այս ընտրությունները այդ շանսը տալիս են, որ մենք կարողանանք Հայաստանում ընտրենք այնպիսի իշխանություն, որը անկախական իշխանություն լինի, որը հասկանա այս Հայաստանի վրա կախված վտանգների ծավալը եւ չափը եւ կարողանա adekvat քայլեր կատարի։ Մենք գիտենք դա ինչա պետք անել։ Մենք գիտենք, որ պրոքսի պատերազմի հաղթահարման կամ այդ վտանգը հաղթանակելու համար գոյություն ունեն ինչ որ նորմալ մոտեցումներ, որոնք եթե կիրառում ես կյանքում, դրանք կտան արդյունք։ Մենք դա անելու ենք։ Ես ասացի, այդ մեր երկիր կամուրջ այդ թեզիսի մեջ է տեղավորվում, այդ տեղավորվում է մեր, ասենք, այդ Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցմանը, հա, եւ բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք ես հեսա մայիսի 7-ին հրապարակվելու է մեր ծրագիրը, բոլորը հնարավորություն կունենան նաև մեր կայքում ծանոթանալ, մենք պրեզենտացիա էլ կանենք եւ մարդիկ կկարողանան եզրակացնել, որ անհեռանկարային չի Հայաստանի վիճակը, կան լուծումներ եւ այդ լուծումները եթե մենք զինվենք այդ լուծումների գաղափարախոսությամբ, մենք կկարողանանք մեր բոլոր նպատակները իրագործել։ Աստվածարը շնորհակալ եմ շատ, պարոն Զուրաբյան, ժամանակ գտնելու եւ այսօր վերջի հանգստյան օր էր շնորհիվ Հայաստան Եվրամիություն համաժողովի ժամանակ գտնելու այցելելու համար եւ այսպես իմ հյուրներ Հայազգային կոնգրեսի վարչապետի տեխնացու առաջիկա խորհրդարանական ընտրություններին Լևոն Զուրաբյանը մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։